Ստորագրման մասով տեսեք, տեսակետ կա, որ Ադրբեջանը պատրաստվում էր էսկալացիայի եւ Հայաստանը դա իմանալով կանխեց հայտարարելով համաձայնելով այն երկու չհամաձայնեցված կետերին եւ մյուս տեսակետն էլ այն է, որ Ադրբեջանը չէր սպասում, որ Հայաստանը կհամաձայնի այդ կետերին եւ դրանից հետո անակնկալի գալով հիմա փորձում է այս հրաձգության մասին կեղծ լուրերով ուղղակի տորպեդահարել գործընթացը, որպեսզի չստորագրի պայմանագիրը։ Ձեր կարծիքով Ադրբեջանը մտադիր է ստորագրել այս պայմանագիրը, թե ամեն ինչ անելու է նոր մեթոդների է դիմելու, որպեսզի հնարավորինս հետաձգի դա։ Գիտեք, ես կարծում եմ ճիշտ չի, որ ես խոսեմ, թե ինչ կանի Ադրբեջանը կամ ինչ է անում Ադրբեջանը այս համատեքստում, որովհետև ես կարող եմ մեր մոտիվացիաները նկարագրել խաղաղության համաձայնագրի տեքստը վերջնականացնելու ուղղությամբ մեր կատարած քայլերի։ Մենք մեր քաղաքացիների առաջ եւ իլուր միջազգային հանրության հայտարարել ենք խաղաղության օրակարգ եւ խաղաղության օրակարգի մեր նվիրվածությունը եւ մեր գործողությունները շարունակաբար եւ հետեւողական նվիրված են խաղաղության օրակարգով առաջ գնալուն։ Ընդ որում մենք պետք է շատ ուշադիր լինել, մենք գործում ենք հոռետեսության միջավայրում։ Այսինքն մենք գործում ենք մի միջավայրում, երբ որ շատերը չեն, ընդ որում ես նկատի չունեմ միայն Հայաստանի Հանրապետությունում, շատերը չեն, որ հավատում են, որ սա իրագործելի օրակարգ է, բայց եթե հիմա հետահայաց նայենք, վերջին 2 տարվա ընթացքում մենք ձեռք ենք բերել շատ նշանակալի արդյունքներ։ Այս իմաստով այդ արդյունքներից առաջինը, ինչպես արդեն նշեցի, Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների համատեղ գործունեության կանոնակարգն է, որը Հայաստանի եւ Ադրբեջանի միջև ստորագրված առաջին միջպետական իրավական դե յուրե պարտադիր նշանակություն ունեցող փաստաթուղթն է, եւ երկրորդ գործողությունը մենք ունենք խաղաղության համաձայնագրի համաձայնեցված տեքստ, եւ մեր գործողությունները շարունակելու են ուղղված լինել այդ տեքստը, այդ համաձայնագիրը ստորագրելուն։ Եվ ելի ուզում եմ ասել հետեւյալը, որ եթե մենք հիմա փուլ հետահայաց գնանք, կտեսնենք, որ օրինակ Գիրանց ոսկեպար հատվածում սահմանազատումից բուն գործընթացից առաջ կար շատ մեծ հոռետեսություն։ Սահմանազատումը տեղի ունեցավ եւ տեղի ունեցավ մի պայմաններում, որ ոչ թե եւ ունեցավ մի արդյունք, որը մենք ոչ թե փորձում ենք թաքցնել հանրությունից, այլ ընդհակառակը իմ հանձնարարությամբ անվտանգության խորհրդի գրասենյակը նաև տարբեր խմբերի, տարբեր հանրության տարբեր խմբերի գիտնականներ, ուսանողներ, մտավորականներ, փորձագետներ տուրեր է կազմակերպում դեպի Գիրանց ոսկեպար հատված, որպեսզի մենք ցույց տանք, թե այն, ինչ այդպիսի մեծ հոռետեսություն էր առաջացրել, ինչ արդյունքի է բերել։